Կայոց ցեղասպանությունը չի վերաբերվում միայն հայ ժողովրդի պատմությանը։ Եթե նույնիսկ ակնթարթային պատմական անդրադարձ ենք անում, ապա մենք ականատես ենք լինում, որ այդ ժամանակաշրջանում Օսմանյան կայսրությունում էթնիկ զտումների են ենթարկվել ոչ միայն հայերը, այլև հույները, ասորիները եւ այլ ազգային փոքրամասնություններ։ Ի տարբերություն մնացյալ ազգային փոքրամասնությունների, հայերը ապրել են իրենց պատմական հայրենիքում։ Բայց դուրս գալով այդ պատմական ակնարկից, իհարկե, հնարավոր չի հիշողությունը, պատմությունը, ազգային ինքնությունը ուղղակի մեկ հրամանով, որոշումով կամ իրավական ակտով ջնջել ազգային հիշողությունից։ Դա ուղղակի հնարավոր չի։ Խնդիրն այլ է, որ ըստ Փաշինյանի իրական Հայաստանի, այսպես ասած, գաղափարախոսության, մենք պետք է նայենք առաջ եւ այն պատմական խնդիրները, որոնք խոչընդոտում են տարածաշրջանում մեր այսպես կոչված հարևանների հետ հարաբերվելու, պետք է մենք մոռացության տանք։ Սա բնականաբար չի կարող տեղ գտնել հայ դիվանագիտության մեջ, որովհետև ցեղասպանությունը ոչ միայն պատմական հիշողություն է կամ իրողություն, այլև բազմաթիվ պետությունների կողմից ճանաչված փաստ է։ Եվ հայտնի է նաև, որ նույն օրինակ հայ դատի գրասենյակները աշխարհի տարբեր ծայրերում բազմաթիվ երկարամյա աշխատանքներ են արել։ Այդ թվում օրինակ Միացյալ Նահանգներում պայքարել է, որ ամեն մի նահանգային օրենսդիր մարմին ընդունի հայոց ցեղասպանության բանաձև։ Չհաշված բազմաթիվ պետություններ աշխարհում։ Արցախի հարցը անգամ հայաթափումից հետո լուծված չէ։ Դուք տեսնում եք, որ նույնիսկ ադրբեջանական իշխանություններին մեծ դժվարությամբ է հաջողվում իրականացնել Արցախի, այսպես ասած, բնակեցման ծրագիրը։ Եվ Արցախը առաջին հերթին պատմական անարդարության զոհ է դարձել դեռևս խորհրդային ժամանակաշրջանում Հայտի Կիրովյան հանձնաժողովի կողմից, որի արդյունքում Արցախը լինելով պատմական Հայաստանի նաև մի մասը բռնակցվել է Ադրբեջանին։ Եվ ամբողջ հակասությունները սկսվել են նաև այդ ժամանակաշրջանից։ Նույն Փաշինյանը նաև հղում է անում Ալմա-Աթայի հռչակագրին, հա։ Եվ ասում է այնտեղ մենք ճանաչել ենք, այսպես ասած, փոխադարձ տարածքային ամբողջականությունները եւ այլն եւ այլն։ Բայց եթե տարածքային ամբողջականությունը դեռևս 91 թվականից ճանաչվել է, ինչ ենք մենք պարքարում Արցախի համար։ Սա մի լուրջ հարց է։ Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նա փաստորեն նախագահը նշեց, որ դուք Արցախը ճանաչել եք Ադրբեջանի անկախտելի մաս, որի արդյունքում նաև Փաշինյանը նուրբ ձևով, այսպես ասած, գնդակը տեղափոխեց ռուսական դաշտ, փորձելով հիմնավորել, որ հիմքերը ստեղծվել է ռուսների կողմից կամ ռուսական հայտարարությունների կոնտեքստում է դա նաև արվել։ Բայց փաստը մնում է փաստ, որ Արցախը Ռուսաստանի մաս չէր։ Արցախը մեր հայրենիքի բաղկացուցիչ մաս էր։ Եվ եթե մենք սկսենք հղում անել այլ պետությունների մոտեցումներին կամ տեսակետներին, նույն տրամաբանությամբ այսօր Ադրբեջանի նախագահ հայտարարում է, որ Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանն է, որ Զանգեզուր իրենց պատմական տարածքն է, որ Սևանա լիճը դա Գյոյչայն է։ Այսինքն, եթե մենք հղումների ճանապարհով գնանք այլ պետությունների առաջնորդների, մենք կարող ենք մաս առ մաս մեր Հայաստանի Հանրապետության տարածքն էլ զիջել օտարներին։ Իդեպ իրենց նաև արտաքին քաղաքական կարևորագույն թեզերից է, որը իրենք առաջ են տանում եւ հանձն են առնում, եթե ընտրվեն, ապա մեր ազգային դիվանագիտությունը կառուցելու են այդ հիմքերի վրա, քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածում։ Դա վերաբերվում է Հայաստանի Հանրապետության անկախությանը։ Ավելին իրենց արտաքին քաղաքական թեզերում գրված է, եթե կա շատերից կախվածություն, այսինքն Հայաստանի Հանրապետությունը շատերից կախված է,
դա փոխարինել ել ավելի շատերից կախվածությամբ։ Եվ իմաստն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը որքան շատ գերտերություններից կախված լինի, այնքան մեզ համար հնարավորություն է ստեղծվում եւ խաղարկման դաշտ վարելու հավասարակշռված քաղաքականություն։ Բայց ոչ գուբերնիան եւ ոչ էլ վիլայետը չի կարող վարել հավասարակշռված քաղաքականություն, որտեղ այդ դեպքում նա մի դեպքում լինելու է ռուսական կայսրության, մի դեպքում մեծ Թուրանի մաս։ Այսինքն այս արտաքին քաղաքական թեզն էլ, որը վարում են ԿՊԱ-ականները, դատապարտված է եւ ապագա չունի։ Որքան Փաշինյանը ի հաշիվ մեր ազգային պատմական իրավունքների գնում է զիջումների քաղաքականությամբ, հակադարձ համատական մենք տեսնում ենք Ադրբեջանի գերակտիվություն։ Վերջերս նրանց մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ 1918 թվականի իրադարձությունները հայ-ադրբեջանական բախումներ են եղել, պետք է որակվեն որպես ցեղասպանություն։ Ես պատմությունից չեմ հիշում նման դեպք։ Հա, եղել են բախումներ, բայց որ հայերի կողմից ինչ-որ մասսայական ցեղասպանություն է իրականացվել։ Դա հիշեցնում է նույն Խոջալույի դեպքերը, որոնց ուղղությամբ ադրբեջանական իշխանությունները լայն քարոզչական աշխատանքներ էին տանում, որ դա ճանաչեին որպես ցեղասպանություն։ Հետևաբար, եթե իրականում կա այդ խաղաղության օրակարգը եւ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները եւ մոռացության տալ նաեւ անցյալը, ապա մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ներկա ամեն ինչ արվում է այդ ճանապարհով գնալու, բայց մենք նույնը չենք տեսնում Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից, որոնք ամեն քայլափոխին մեծացնում են Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների վրա ճնշումը եւ անընդհատ հասնում են զիջումների։ Այդ զիջումները որտեղ են արտահայտվում։ Այդ զիջումները օրինակ արտահայտվում են Հայաստանի Հանրապետության մշակվող սահմանադրության մեջ։ Եվ պատահական չեմ համարում այն տեղեկատվական արտահոսքը, որը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության սահմանադրության, այսպես ասած, սևագիր տարբերակը, հա, դուրս սպրտեց եւ այնտեղ նշվում էր, որ նաեւ փաստորեն ներածական մասը անկախության հռչակագիրը դուրս է բերվում, падգամավորների կողմից հարցապնդման այդ ինստիտուտը, որը կա, հարց է ուղղվում վարչապետին կամ կառավարության անդամներին, այդ երևույթը դուրս է հանվում եւ ելի մի շարք հոդվածներ։ Իմ ենթադրությունն է, որ նոր սահմանադրության մեջ պետք է փոխեն նաեւ հայ առաքելական եկեղեցու բացառիկ, այսպես ասած, նշանակությունը։ Եվ այս սահմանադրությունը դա ընդհանրապես Թուրքիա-Ադրբեջան, այսպես ասած, տանդեմի թելադրանքով խմբագրվող սահմանադրություն է։ Եվ սա լիովին տեղավորվում է մեզ ոչ հայտնի չհրապարակված Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագրի տրամաբանության շրջանակներում։ Եվ այն բոլոր երևույթները, որոնք տեսնում եք, որ ներքաղաքական, թե արտաքին քաղաքական իմաստներով հակասում են Հայաստանի Հանրապետության ազգային, պետական, քաղաքական շահերին, դրանք այն ճնշումներն են, այն տնային առաջադրանքներն են, որոնք թուրք-ադրբեջանական ուժերի կողմից պարտադրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի ենթարկված Հայաստանի իշխանություններին։ Եվ պատահական չէ, որ նույն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հնչում են նաեւ աջակցման կոչեր, հա, նույն Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանին հայտարարեց, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որովհետեւ դրա նպատակը խաղաղություն բերելն է տարածաշրջան։ Բայց դա խաղաղություն չէ։ Այսօրվա կառավարության քաղաքականությունը տանում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունը արտաքին դաշտում շարժվում է վիլայետացման ճանապարհով, որովհետև քայլ առ քայլ կատարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր պահանջները։
դա էլեմենտար քաղաքական շանտաժի մեթոդաբանություն է, որը կիրառվում է ընտրազանգվածի նկատմամբ։ Իդեպ դա նորություն չէ։ 2021 թվականին 680,000 մարդ Նիկոլ Փաշինյանին ձայն տվեց ոչ թե Արցախի հայաթափման, ոչ թե հայ առաքելական եկեղեցու դեմ հետագայում հիբրիդային պատերազմ սկսելու, ոչ թե սահմանադրությունից անկախության հռչակագիրը արմատախիլ հանելու, այլ խաղաղություն բերելու համար, որովհետև Նիկոլ Փաշինյանը կարողացավ ընտրազանգվածին իր եւ նաեւ այլ քաղաքական ուժերի ընտրազանգվածին համոզել, որ պատերազմը դա արդեն անցալում է եւ իր իշխանության վերարտադրությունը թույլ կտա հաստատելու մշտնջենական խաղաղություն։ Բայց պետք է հիասթափեցնեմ եւ ասեմ, որ ոչ խաղաղության եւ ոչ պատերազմի օրակարգը կախված չէ այս իշխանություններից։ Դրա վառ ապացույցը Մերձավոր Արևելքում, հենց այս մեծ տարածաշրջանում բռնկված պատերազմն է, հա, ԱՄՆ, Իսրայել, Իրան առանցքի շուրջ։ Եվ այն բազմաթիվ պետությունների, որոնք ակամայից ներգրաված են այդ process-ում։ Հիմա եթե հավատանք, որ ամբողջ աշխարհում պատերազմ է լինելու, բայց Նիկոլ Փաշինյանը կարողանալու է Հայաստանի Հանրապետությունը զերծ պահել այդ պատերազմական գործընթացներից, ես կարող եմ միայն շնորհավորել այս իշխանություններին եւ ասել, որ նրանք ամենահզորն են։ Բայց մենք գիտենք, որ դա ֆանտաստիկայի ժանրից է։ Այսինքն պատերազմը այսօր ունի սահմաններ աշխարհագրական եւ այդ աշխարհագրական սահմանները ուղղակի բառացիորեն մեր սահմանին հարևանությամբ ընթանում են, հա, կոնկրետ Իրանը հանդիսանում է մեր հարավային սահմանը, որը ներգրաված է պատերազմական գործողությունների մեջ։ Եվ եթե այստեղ լինեին ամերիկյան, պայմանական եմ ասում, ռազմաբազաներ, ապա այդ հարվածները նաև ուղղված են լինելու այդ ամերիկյան ռազմաբազաներին։ Եվ խնդիրը Իրան եւ Հայաստան բարեկամական հարաբերությունների մեջ չէր։ Իրանը նաև ունի բարեկամական հարաբերություններ մի շարք արաբական պետությունների հետ, որոնցից ներողություն է խնդրել, բայց հարվածել է այնտեղ տեղակայված ամերիկյան բազաներին։ Այսինքն, եթե մի պետության ազգային շահը, տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, այսպես ասած ինքնիշխանությունը վտանգված է, այդ պետությունը մասին պետք է մտածի, առաջին հերթին իր։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների պարագայում այլ է։ Իրենք ուզում են վիրահատական միջամտությամբ սահմանադրությունը, ազգային արժեքները, այն ինչ որ թանկ է մեր ժողովրդի, մեր ազգի համար, այդ ամբողջը վերացնեն, որպեսզի կարողանան բավարարել այսպես կոչված ճակերտել հարևանների պահանջները։ Ընդհանուր հիշում եք նաև մեր պայմանական եմ ասում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, երբ նրան հարց տվեցին, որ Ադրբեջանը այսպիսի հայտարարություններ անում, շատ չծավալվեմ, ասեց, եթե նույնիսկ մենք ունենք ազգային հերոսներ, որոնց նկարները փակցված է պատի վրա, եւ դա նյարդային, այսպես ասած, դյուրագրգիռ իրավիճակի առաջացնում էր հարևանների մոտ, մենք պետքա դա հանենք։ Հետաքրքիր է, որ նույն Արմեն Գրիգորյանը արցախցի է։ Այսինքն նույն տրամաբանությամբ կարար իր հոր, իր հորեղբոր կամ հարազատի նկարը կախված լիներ պատից, բայց եթե դա հաճելի չէ Ռեջեփ Թայիպ Էրդողանին կամ Իլհամ Ալիևին, նա այդ նկարը պետք է պատից հանի։ Նույնը վերաբերվում է նաև մեր ազգային սիմվոլիկային, Արարատ լեռանը։ Այսինքն նույն սահմանահատման կնիքների վրայից հանել եւ հայտարարել, որ Թուրքիայի կողմից բացարձակ ոչ մի ճնշում չկա։ Դա ուղղակի Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է։ Եվ փոխարինել արհեստականորեն Արագած լեռով։ Նույնիսկ թշնամությունը ոչ միայն հասարակության մեջ են սերմանում, այլև սիմվոլիկայի մեջ են սերմանում, էլի։ Օրինակ համար Արագածը հակադրում են բանը, Արարատ լեռանը, որը բացարձակ հիմարություն է։ Ես կարծում եմ իրանք ընդհանրապես պատերազմի չեն նախապատրաստվում, թեև վարչապետը 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց, որ 8 միլիարդ դոլարը, որով ավելացել է մեր պետական պարտքը,
դրվել է ռազմական կարիքների վրա, բայց միևնույն ժամանակ ասում են, որ մենք խաղաղության ենք պատրաստում։ Սակայն զուգահեռ այս տարվա հունվարից զինված ուժերը ինչ արեցին։ Պարտադիր զինծառայությունը 24 ամսից սարքեցին 18 ամիս։ Այսինքն կարելի ասել 25%-ով բանակը կրճատեցին։ Իհարկե այստեղ պաշտպանության նախարարը հիմնավորումներ է բերում, որ չեն կրճատել, որ պայեստազորի քանակով մենք կավելացնենք այդ հատվածը, այստեղ նորից գնաց կանխատեսումների շարք, որ ավելի շուտ կվերադառնան, կամուստանան, երեխաներ կունենան, կաշխատեն, տնտեսությունը կզարգանա եւ այլն եւ այլն, բայց այդ ինչի հաշվին։ Իսկ երկրի անվտանգության պայեստազորում կան մարդիկ, որոնք ընդհանրապես պիտանի չեն, դուք սահմանային ծառայության համար։ Ոնց եք դուք 18-19 տարեկան էներգիայով լեցուն պատրաստված զինվորին, որը ամեն օր, այսպես ասած, մարզավիճակի մեջ է, փոխարինում են մարդկանցով, որոնք օրինակի համար կարող 150 մետր սար բարձրանալ ու տեղում մնան։ Դա էլ է անիմաստ։ Իսկ ինչ վերաբերում է պատերազմի կանխատեսմանը, եթե իրոք Հայաստանի վարչապետը տեղյակ է, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, ապա պետք է մի օր շուտ նախապատրաստական աշխատանքներ տեսներ, որովհետև պետության գոյությունը եւ ապագան պայմանավորված չէ քաղաքացիական պայմանագիր կուսակցությամբ։ Կա պատասխանատվություն ժողովրդի, ազգի, հայրենիքի նկատմամբ։ Եթե դուք հստակ գիտեք, որ պատերազմը սկսվելու, բա որ պարտվեցիք։ Լավ, ընդունենք, գալիք համապետական ընտրությունների պարտվեցիք։ Պատերազմը սկսելու, ինչու՞ չեք պատրաստվում պատերազմի։ Իրենք գիտեք ինչ, մի հարցադրումը առաջ են քաշում, մի թեզը առաջ են տանում, բայց մոռանում են, որ դրա հակաթեզերը կա։ Իսկ եթե դուք այդ կարգի հզորություն ունեք, վերլուծական կենտրոններ ունեք, որ կանխատեսումներով զբաղվում, հա? Կանխատեսում եք, որ անկախություն չի լինի, ոչինչ չի լինի ձեզանից հետո, ապա ընդհանրապես ինչ եք դուք եկել իշխանության։ Այսինքն ոնց կարող է Հայաստանի Հանրապետության ապագան կախված լինի մի կուսակցությունից։ Եվ այս պարագայում բնականաբար չկրկնվեմ, պրիմիտիվ շանտաժ է իրենց կողմից փորձելու նորից վերարտադրվել, որը միակ օրակարգն է այս իշխանության, ամեն կերպ վերարտադրվել։ Արցախցիները չէին կարող ճողոպրել։ Արցախցիների համար ստեղծվել է անտանելի պայմաններ եւ հոգեբանական եւ իհարկե նաեւ կենցաղային մակարդակով եւ ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որ եթե արցախցիները դուրս չգան պատմական Արցախից եւ մեր հայրենիքից, ապա ենթարկվելու են ցեղասպանության։ Գիտեք, պարտադիր չի, որ ցեղասպանությունը լինի նաեւ, հա, ֆիզիկական բնաջնջման ճանապարհով։ Նույն ՄԱԿ-ի կոնվենցիայով անելանելի, անտանելի պայմանները, որը ստեղծում են տվյալ էթնիկ հանրության համար եւ այդ էթնիկ հանրությունը ստիպված է արտագաղթել, դա եւս ցեղասպանություն է։ Այսինքն իրականում 23 թվականին Արցախայությունը ենթարկվեց ցեղասպանության։ Այն իմաստով, որ լքեց իր պատմական տարածքը։ Եվ չմոռանանք, որ նաև 2020 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը այդպես էլ, հա, չմասնակցեցին այդ պատերազմական գործողություններին։ Եվ այն միֆը, որ լավ չեն կռվել, փախել են, դավաճանել են եւ այլն, իհարկե, ցանկացած պատերազմի ժամանակ էլ կարող են նման երևույթներ լինել, բայց պետք չի դա բացարձակեցնել։ Բա այդ փախնող ժողովուրդը 90-ականներին սոցիալական այդ ծանր պայմաններում, անտանելի պայմաններում, եթե փախնող էր, կփախներ էլի Արցախի համար ինչի պետք է պայքարեր։ 2016 թվականի ապրիլյան պատերազմին ինչ պիտի Արցախում զինվորները պայքարեին, օրերով հաց չուտեին, բայց իրենց խրամատները պահին, ինչու։ Այսինքն սա նաև վերևից եկող չէ քաղաքականությունն է։ Նաև ողջ պատերազմի ընթացքում մենք հիշում ենք այդ զուգահեռ հերոստատեսությամբ այդ հաղթանակի պաթոսը, որ հնչում էր կեղծ, եւ նաեւ այն աշխատանքները, որոնք տարվում էին թիկունքում հասարակության մեջ, վախ էր սերմանվում, որ մի գնացեք, որ այս պատերազմը լրիվ ուրիշ բան է, տեխնիկայի պատերազմ է, որ մեր զինվորները կոտորվում են եւ այլն եւ այլն։ Եվ ավելին,
համացանցում կան բազմաթիվ, տեսանյութեր, թե ինչպես են օրինակի համար ադրբեջանցիները մոտենում եւ քանակապես իրենցից մեծ հայկական ջոկատին զինաթափում, որովհետեւ այստեղ նաեւ տեղեկատվական պատերազմ է գնացել կամ ապատեղեկատվական եւ հայ զինվորը տեղում չի հասկացել ինքը հիմա պատերազմը դադարած է թե ոչ, ինքը պետքա շարունակի թե ոչ, մարտական հենակետը պիտի պաշտպանի թե ոչ, երբ որ թշնամին մոտենում է ինքը համաձայն մարտական կանոնադրության պետքա համապատասխան քայլերը ձեռնարկի թե ոչ, պետքա կրակի թե ոչ, այս ամեն ինչը գալիս է բարոյահիկ հոգեբանական վիճակից, իսկ ով էր այդ ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը, որը նաև հետագայում բունկերից բղավում էր, որ ոչ ոք թո չկասկածի իր զորահրամանատարական կարողությունների վրա։ Հետագայում ով էր, որը հայտարարում էր, որ ինքը պատերազմը եթե չսկսեր, իրեն դավաճան կասեին։ Այսինքն այս կամ ինքը գլխավոր պատասխանատուն է, բայց ոչ հիմնական մեղավորը, կամ ընդհակառակը, մեղավոր եւ պատասխանատու։ Այս բոլոր հարցերի պատասխանների մի մասը ամփոփված է ազգային ժողովի կողմից ստեղծված 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի փաստաթղթերում, որը ինչ արեցին, այս իշխանությունը արխիվացրեց այդ փաստաթուղթը։ Եվ էլի հասարակությունը ճշմարտությունը չի իմանում։ Ավելին Անդրանիկ Քոչարյանը եւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ որ նրանց հարց են տալիս պատերազմում զոհվածների, անհայտ կորածների վերաբերյալ, նրանք տարբեր թվեր են ասում եւ հղումը տալիս են նույն փաստաթղթին։ Այսինքն նույն փաստաթղթի մեջ տարբեր թվեր կան։ Այդ թվերը բացարձակ իմաստով պետքա գրվեն։ Հա, այսքան կորած, այսքան զոհ։ Նույնիսկ եթե կա պայմանական, հա, անհայտ կորածների մասով կասկած կա, այդ թվերը պետքա էլի իրանք նույնությամբ ասեն։ Կա այս տարբերակ այս աղբյուրի համաձայն այսքան է անհայտ կորածը, մյուս աղբյուրի համաձայն այսքան է։ Բայց նրանք բացարձակ թվով թիվ են ասում եւ հղում են տալիս նույն փաստաթղթին։ Ավելին, վարչապետն էլ է խոսում եւ այդ թիվն էլ չի համապատասխանում մնացած երկու պաշտոնյաների բարձրացած տվի հետ։ Այնտեղ կարծեմ ասում է -+50, հետո դա էլ է մի հատ աղմուկ բարձրանում։ Այսինքն այդ փաստաթղթերը բոլորը պետք է գաղտնասերծվեն։ Հայաստանի Հանրապետությունում հռչակված 3 միլիոն վարչապետերը չեն կարող ամեն մեկը 5 տարին մեկ падգամավոր դառնա, որպեսզի ծանոթանան այդ փաստաթղթերի հետ, որովհետև կա գաղտնիության այսպես ասած խնդիր, եւ միայն падգամավորը կարող է ծանոթանալ այդ փաստաթղթերին եւ իհարկե չհրապարակել, իրավունք չունի հրապարակելու։ Ես մի անգամ ասել եմ սահմանազատման հետ կապված, Բերեստին կրկնեմ։ Մենք ունենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, որը գլխավորում է, այնտեղի Ադրբեջանի փոխվարչապետի հետ համատեղ պաշտոնական այդ սահմանազատման հանձնաժողովը, որի նպատակը հիմնականում բնականաբար Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանների գծումն է, բայց մենք զուգահեռ տեսնում ենք, որ մի շարք նաեւ քաղաքական ուժերի կողմից եղան հրապարակումներ, փորձագիտական վերլուծություններ, որ տեղ-տեղ, օրինակ, Վարդենիսում, այդ ծորի հատվածում թշնամին իր դիրքերը առաջ է տվել։ Վերջերս էլ այս Տավուշի նույն դեպքն է։ Հիմա ստացվում է, որ փաստացի այս օրինական հանձնաժողովի ցած գործում է մի հատ անտեսանելի սահմանազատման հանձնաժողով, որը կոնկրետ ադրբեջանական դիրքերը, այսպես ասած, չասեմ առաջ է տալի այդ հանձնաժողովի հրահանգով, բայց ստացվում է ոնց որ այդ հանձնաժողովից ենք հրահանգստանում, որի մասին մենք պատկերացում չունենք։ Բայց եթե ավելի ռեալ նայենք խնդրին, ուրեմն կա ինչ-որ ներքին համաձայնությունների, այսպես ասած, ճանապարհային քարտեզ, որը հանրությունից գաղտնի է պահվում, բայց տեղյակ են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը եւ տեղյակ է այս մասին ադրբեջանական զինուշը։ Եվ նրանք փոխադարձ համաձայնությամբ այս process-ը կազմակերպում են։ Գիտեք ինչ, նաև Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների միջև կան չեզոք տարածքներ։ Նաև այդ չեզոք տարածքները ադրբեջանական զինուշը ամեն կերպ փորձում է այդ չեզոք տարածքներին տիրանալ։ Ինչպես։
շփման գիծը, որ կա, որ ապահովության համար տեղ-տեղ կախված աշխարհագրական դիրքից պետք է լինի օրինակ միտեղ 80 մետր, միտեղ 150 մետր եւ այլն, ամեն կերպ փորձում են ադրբեջանական զինուժը այդ չեզոք տարածքը կրճատի։ Եվ այս առումով նաեւ իրենք շատ դեպքերում դա ներկայացնում են, այսինքն մեր իշխանությունները, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում ոչ մի առաջխաղացում տեղի չունեցել, բայց զլանում են նշել կամ ապատեղեկատվություն են տարածում, քանի որ թշնամին գնալով ավելի է մոտենում մեր սահմաններին։ Իսկ տեղ-տեղ իրոք մտնում է սուվերեն տարածք։ Գիտեք ինչ, խառը ժամանակաշրջանում Ադրբեջանը փորձեց ամեն կերպ հնարավորինս անգամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից կտորներ վերցնի, որպեսզի այդ առումով փորձի ճնշում բանեցնել Հայաստանի Հանրապետության վրա, որ տեղ-տեղ պաշտոնապես այն սահմանազատումը, որը պետք է կատարվի, կարողանա իր կողմից վերահսկողություն հաստատած տարածքների մասը տարածքները շահարկման առարկա դարձնի։ Եւ այս առումով կարծեմ նաեւ այդ Սև լճի շրջանում, երբ որ ադրբեջանական զինուժը առաջխաղացում էր արձանագրել, նույն վարչապետը ասեց, ես չեմ պատրաստվում մի լճի համար պատերազմ սկսել։ Բայց հիշենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն իշխանության կարևորագույն նպատակներից մեկը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի անվտանգության ապահովումն է։ Եվ այդտեղ չի նշում քառակուսի մետր, Սև լիճ, չգիտեմ, Արագած լեռ, Սևանա լիճ, կոնկրետ Հայաստանի Հանրապետության տարածքն է։ Եվ այս առումով կրկին փաստվում է, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև արդեն ձեռք է բերվել ինչ որ խաղաղության պայմանավորվածություն, որը ունի կոնկրետ ճանապարհային քարտեզ, եւ դրան մենք ականատես ենք լինում։ Կոնկրետ այն բոլոր քայլերը, որոնք իշխանության կողմից հատկապես վերջին տարում տեղի ունեցան, դրանք բոլորը մտնում են այդ տրամաբանության մեջ։